Ոստիկանության նորանշանակ պետը կարևորեց բարեփոխումների ընթացքը, շեշտելով, որ արմատական բեկում է պետք արձանագրել հատկապես հասարակության հետ աշխատանքում։ Նա ոստիկանության գերխնդիրը համարեց քաղաքացու իրավունքների պաշտպանությունը եւ օրենքի գերակայության հաստատումը։ Վլադիմիր Գասպարյանն անձնակազմից պահանջեց ջանադիր ու հետևողական աշխատանք, հույս հայտնելով, որ իրավապահները կկատարեն իրենց առաջադրված խնդիրն արդարացնելով քաղաքացիների ակնկալիքները։ Հասարակությունը պետք է վստահի ու սիրի իրավապահին, փոխադարձ վստահությունը շատ կարևոր է, ասաց նա։ Բոլորը մեր եղբայրներն են, բոլորը մեր քույրերն են, մեր ծնողներն են, մեր զավակներն են, մեր թոռներն են։ Դիմություն, անդիմություն նշանակություն չունի։ Բոլորը մերն են։ Մենք ես պետության ոստիկաններն ենք։ Ես ուժեղ պետականության կողմնակիցն եմ։ Եվ ուզում եմ, որ իմ երկիրը ուժեղ լինի եւ ներքին եւ արտաքին բոլոր բացասական երևույթների դեմ։ Ոստիկանապետը կարևորեց նաև մասնագիտական պատրաստության կատարելագործումը, պետք է լինել ուժեղ հոգեպես, բարեկիրթ շփման մեջ, ճշմարիտ աշխատանքում, ասաց նա։ Որ քաղաքացին մեր մեջ տեսնի, որ ոչ թե մենք բարեփոխվում ենք կոստյումներով, բարեփոխվում ենք արտաքին փայլ տալով, այլ էությամբ ենք փոխվում։ Որակական փոփոխություն ենք ապրում։ Ժողովուրդի իմաստունը հայացքիցդ կտեսնի, որ դու շտկված ես, վերափոխված ես, ձևափոխված ես, որակական փոփոխություն ես ապրել։ Վլադիմիր Գասպարյանը կարևորեց նաև բարեփոխումների ընթացքը։ Նրա խոսքով առաջիկա ամիսներին դրանք առավել ակնհայտ կլինեն աշխատանքի մոբիլ կազմակերպման առումով։ Ինքնանպատակ չեն նաև այս օրերին իրականացվող կադրային փոփոխությունները։ Այս ընթացքում Վլադիմիր Գասպարյանը հանդիպել է գրեթե բոլոր ստորաբաժանումների անձնակազմերի հետ։ Գոհ է արդյոք արդյունքներից։ Ոչ միայն գոհ եմ, այլ վստահ եմ, որ ընկալումը կա։ Ես վստահ եմ, որ մենք ունենք լավ անձնակազմ, կլինի ուժեղ, ամուր, օրինական եւ հասարակության կողմից ընդունվող, հասարակության ժողովրդի քաղաքացու աչքերի մեջ նայող ոստիկաններ եւ հպարտ ոստիկաններ։ Մենք չենք ֆետիշացնելու, մենք բավականին շատ խնդիրներ ու խնդիրներ ունենք, եւ այդ խնդիրները ակնկալում ենք, որ միասին պետք է լուծենք։ Կավարտենք այս ցիկլը հանդիպումների, դա կվերածվի արդեն կոնկրետ ցուցումների, կոնկրետ հրամանների։ Գնահատական ստանում են աշխատանքի շնորհիվ, ասում է նա։ Հանրապետության նախագահն ինձ նշանակել է այս պաշտոնին, իմանալով իմ աշխատավոճը, նկատեց նա, վստահեցնելով, որ գերակա է լինելու անձնական պատասխանատվությունը։ Խորհրդակցության ավարտին Վլադիմիր Գասպարյանը հետևեց հասարակական կարգի պաշտպանությանը միտված ոստիկանության զորքերի ուսումնավարժական պարապմունքներին։ Մարինե Ավանեսյան, Վահե Եղիազարյան, ժամը լրատվական։